Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է և ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ամեն անգամ Փակ TV-ն իհարկե փորձելու է ձեզ ներկայացնել շատ հետաքրքիր անձնավորությունների, տարբեր մասնագիտության, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանց։ Այսօր մի անձնավորություն է հրավիրվել Փակ TV, ով մեր հեռուստաալիքում առաջին անգամն է, բայց մեր հին ու լավ բարեկամն է, կենսաբույժ, կենսահաղորդիչ Ռաֆայել Սարգսյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ես պիտի ասեմ, որ Ռաֆայել Սարգսյանը ամեն անգամ մեզ մոտ գալիս է իր հերթական հրաշքը ներկայացնելու համար։ Այսօր էլ այդ հրաշագործ, ինչպես ասում են, այցելություններից մեկն է, և դուք քիչ հետո դրանում կհամոզվեք։ Գիտեք, ամեն անգամ, երբ տաղավար է գալիս Ռաֆայել Սարգսյանը, մենք նրանից միշտ սպասում ենք հերթական հրաշքի, որովհետև մեր կենսաբույժ կենսահաղորդիչը Ռաֆայել Սարգսյանը իսկապես բացառիկ անձնավորություն է։ Հավատացեք, որ նա պարզապես մեզ ամեն անգամ զարմացնում է իր հրաշք բուժումներով։ Մինչ ձեր, իսպես ասած, առօրյա հարցերին անդրադառնալը, ես ուզում եմ մենք խոսենք ձեր վերջին հրաշագործություններից մասին, կապված Գլենդել քաղաքի բնակչուհի Օվսանա Բախչանյանի հետ, ով մեզ թիմը ուղիղ կապի մեջ է, և մենք փորձենք նրան հարցնել, թե դուք նախասեք ով է այդ անձնավորությունը, մեր հայրենակցուհին, որը ապրում է Գլենդելում։ Ուրեմն պարոն Ուշյան, դուք գիտեք, որ մենք տարբեր հաղորդումներ ենք պատրաստել ու հեռահար տարբեր երկրներ, որ եղել է Եվրոպա, Ռուսաստան, Հայաստան, բայց դեռ Ամերիկա չէր եղել։ Սա առաջին դեպքն է, որը այդ կնոջը ուներ մի հիվանդություն, որը կոչվում է միգրեն։ Իսկ ինչ է միգրենը։ Միգրենը դա ներգանգային պատի բորբոքում է, որը մի ահավոր սարսափելի ցավ է։ Եվ բժշկության մեջ, դա ես չէ, դա բոլոր կարող մասնագետներն ասեն, դա անբուժելի է։ Ցույց է տալիս ընդհանուր հետազոտությունները, ասիկան ռոյը, հոմոգլոբինը, լեկոցիտները, վсё նորմալ է, ամեն ինչ նորմալ է, բայց մարդը տառապում է։ Եվ կա լինում է, որ անալիզները հակառակը վատացույց տալիս, բայց էլի մարդը ունի ահավոր գլխացավ։ Իսկ ինքը իմացել է ոչ թե մեր հաղորդումները, այլ իր ընկերուհին, դա արդեն ինքը կասի։ Լավ, մենք փորձենք կապվել Օվսանայի հետ։ Լսում եք, Օվսանա, բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ դուք մեզ հետ ուղիղ կապի մեջ եք։ Ես պիտի ասեմ, որ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում բնակվել է իհարկե հաճելի երևույթ է, բայց եթե դու տառապում ես հիվանդությամբ, այն էլ միգրենով, դա սարսափելի է։ Եվ դուք մեզ մի քանի օր առաջ ասացիք, որ մեծ ցանկություն ունեք եթերից շնորհակալություն հայտնել մի անձնավորության, ով բուժել է ձեր հիվանդությունը։ Նախ ինչպես որոշեցիք դիմել Ռաֆայել Սարգսյանին։ Շնորհակալություն ձեզ, պարոն Սարգսյանին, զանգել եմ, որ շնորհակալություն հայտնեմ պարոն Ռաֆայել Սարգսյանին ինձ բուժելու համար։ Պարոն Սարգսյանը մի հրաշագործ անձնավորություն է, իսկական հրաշքներ է գործում և բուժում է հիվանդություններ, որ անբուժելի են համարվում, օրինակ իմ դեպքում։ Ես պարոն Սարգսյանի հետ ծանոթացել եմ իմ ընկերուհու միջոցով։ Ընկերուհուս աղջիկը երիտասարդ, 26 տարեկան, 2 տարի նշանված էր, բայց չէր ուզում ամուսնանա, ուզում էր նշանը հետ տա։ Գիշերը տակը միզում էր։ Եվ պարոն Սարգսյանը օգնեց այս աղջկան, բուժեց, իրեն վրայից գիշերամիզությունը հանեց և ամուսնացավ այս աղջիկը։ Բալիկ ունի այսօր։ Այդ աղջիկը բալիկ ունի հիմա։
Այո, Հրաշքի, շատ լավ։ Որոշեցիք դուք էլ դիմել պարոն Սարգսյանին։ այո, եւ քանի որ իմ ընկերուհիս գիտեր իմ հիվանդության մասին, ինձ խորհուրդ տվեց, որ ես դիմեմ պարոն Սարգսյանին եւ ասաց, որ պարոն Սարգսյանը միայն կարող է օգնել ինձ։ Ես տարիներ շարունակ տառապում էի գլխացավերով, ինչպես պարոն Սարգսյանը ասեց, միգրեն, որը անբուժելի հիվանդություն է եւ ահավոր ցավեր էր։ Տարիներ, երկար տարիներ, 30 տարի եւ ավել։ Այդ ցավերը կրկնվում երբեմն 1-2 օր շաբաթել սկսվում էր եւ մի քանի օր էր տևում։ Եվ երկար տարիներ բուժվել եմ, բայց օգուտ չկար, գլխացավի ցավազրկողներ էի խմում, ոչ մի օգուտ չէին տալիս, ահավոր ցավեր էր իսկապես։ Բայց պարոն Սարգսյանին դիմելուց հետո մի քանի ամիս իմ հետ աշխատեց եւ անցավ ցավերս։ Փառք Աստծո, արդեն 4 ամիս է, ցավեր չունեմ։ Պարոն Սարգսյանը ազատեց ինձ այդ ցավերից։ Ես իմ կյանքը հիմա թեթևացել է, ես լավ եմ զգում։ Կարծեք ինչ որ ծանրություն վրայցս գնաց։ Շատ թեթև կյանք ունեմ հիմա։ Շատ շնորհակալ եմ պարոն Սարգսյանին ինձ բուժելու համար, սա իհարկե ասեցի անբուժելի հիվանդություն է եւ շնորհակալ եմ, որ պարոն Սարգսյանը կա եւ այսպիսի հրաշագործ հիվանդություններ է բուժում։ Պարոն Սարգսյանը բացառիկ անձնավորություն է մեր իրականության մեջ եւ իր հրաշագործ գործերով բուժում է շատ մարդկանց, օգնում է շատ մարդկանց եւ պարոն Սարգսյանը իսկապես մեծ հարստություն է մեր ազգի համար։ Ես ուզում եմ իսկապես շնորհակալություն, իմ խորին շնորհակալությունը հայտնեմ իրեն, որ ինքը կա, որ իր գործերի համար, իր բուժումների համար անչափ շնորհակալ եմ։ Օվսանա, մենք ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, փառք Աստծո, որ դուք ազատվել եք ցավերից։ Ես գիտեմ, թե դա ինչ է, ինքս էլ տառապում եմ ցավերով։ Իդեպ ասեմ, ժամանակին պարոն Սարգսյանը բավականին թեթևացրել է նաև իմ ոտքի ցավերը, բայց քանի որ ես նաև ունեմ շաքարային սարսափելի հիվանդություն, դրա համար էլ տառապանքները շարունակվում են։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ դուք բուժվել եք, որտեղ ամեն մի բուժված մարդ դա մեր հարստությունն է։ Եվ կապ չունի այդ հայ անձնավորությունը, որտեղ է ապրում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, թե Եվրոպայում, դա մեր հայրենակիցն է, իսկ եթե նա այսպես պինդ եւ առողջ է, նա կարող է միշտ օգտակար լինել իր հայրենիքին։ Ձեզ ամենայն բարին։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բուշկյան, ձեզ է շնորհակալություն, ձեզ մաղթում եմ քաջ առողջություն եւ միշտ ձեր հաղորդումները մեծ սիրով եմ դիտում։ Առողջ եղեք եւ կբուժվեք, երբեք մի վհատվեք, միշտ պարգարեք ձեր առողջության համար, ինչպես ես տարիներ շարունակ ունեի այդ հիվանդությունը եւ հիմա ես շատ լավ եմ զգում։ Փառք Աստծո։ Եվ դեմքից ժպիտ կա։ Պարոն Սարգսյանը կասեր, դեմքից ժպիտ չկա, աղջիկ ջան, մի քիչ ժպտա, ամբողջ գլխացավերից է որ։ Իդեպ սկսեց ինքն էլ ժպտալ արդեն։ Շատ մռայլ է, գիտեք առաջին հայացքից, մարդիկ մտածում են այս մռայլ մարդը ով է, որ հիվանդություն է բուժում, բայց իրականում շատ նուրբ էակ է պարոն Սարգսյանը։ Եվ պարոն Սարգսյանի շնորհակալություն եւ իրեն էլ եմ մաղթում ուժ եւ միշտ շատ մեծ էներգիա, որ մեր ժողովրդին օգտակար լինի։ Եղավ, լավ մնացեք։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, բայց միշտ մնում ձեզ այդ բարեկամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Պարոն Սարգսյան, նման շնորհակալական խոսքեր դուք շատ եք լսել։ Ես 40 տարուց ավելի ձեզ ճանաչում եմ։ 44 տարուց ավելի։ Մենք լավ ընկերներ ենք եւ այդ ընթացքում ես շատ բաների եմ ականատես եղել։ Եվ զարմանալի է, որ դուք մոտ 1 տարի չեք հյուրընկալվել մեր հեռուստաալիքում։ Մենք այս վերջի մի քանի տարին, 3-4 տարի, մենք հիմա տարին մի անգամ ենք հանդիպում, առաջ տարին 2 անգամ էր, հիմա տարին մի անգամ, հաշվի առնելով տարբեր ինչ-որ հանգամանքներ։ Այսինքն, երբ դուք հրաշք եք ունենում, մի հրաշք բուժում, մեզ ասում եք, մենք անմիջապես փորձում ենք ձեզ հետ կապել։
Բայց ես կարծում եմ, որ այդ հիվանդությունները շատ են եւ ձեզ դիմողները նույնպես։ Նայեք, բանուշյան, ինչպես այդ տիկինը նշեց, որ ինքը իր ընկերու աղջիկը 26 տարեկան էր, 2 տարի նշանված, քանի որ ինքը գիշերապեզություն ուներ, աղջկան հարմար էր զգում ամուսնանալու, միջև անգամ պատրաստվում էր նշանը հետ տար, որովհետև այդ չէր ուզում այդ վիճակ։ Երբ որ ինձ դիմեցին իրանք, ես կարգավորեցի դա, որ ամեն գիշեր մայրն է ինձ միշտ ասում, անդադ ինքը մեզ մեր։ Էն էլ բանով եմ, վայբրով եմ աշխատել Ամերիկա։ Դες Ամերիկա շատ եմ աշխատել, Ամերիկա, Եվրոպա, Ավստրալիա ես գիտեմ։ Այո։ Եվ որոշ ժամանակ հետո 32 սեանսից հետո լիարժեք կտրվում է այդ աղջկա մոտ, որովհետև տարբեր պատճառներ կան, չհաշված, որ ինքը շատ բուժումներ է ստացել, տարբեր հաբեր, ներարկումներ, բայց ոչ մի դրական ներփոխություն տեղի չի ունեցել։ Քանի որ ինքն էլ ընկերուհին, ընկերուհին իմացել է, որ սենց է, ասել է տվեք այդ մարդու համարը, ես էլ հետը կապնում եմ։ Ну, տեկեն Օսանան, երբ որ զանգեց, բան արեց, ասեց ունեմ միգրեն, դե ես գիտեի դա արդեն ինչ պրոցես է։ Եվ անցյալ տարի դեկտեմբերի 10-ին ես ավարտեցի մաքրվա, որ ինքը շաբաթը մի կամ երկու անգամ մի ահավոր ցավ է դա, սարսափելի։ Այն աշճանի, որ ոչ մի ցավազրկող չի օգնում։ Ես լրիվ արդեն 4 ամիս է, ես լրիվ մաքրեցի այդ կնոջ այդ բանը, որ դա բացառիկ ֆանտաստիկություն է, որովհետև ինչքան մարդիկ կան տարբեր տարիքի, եւ ինչի հիմնական ես տարին միշտ մի անգամ եմ ձեր հետ հանդես գալիս, որովհետև դրա կարիքը չունեմ, ես ուղղակի նոր աշխատանքներ եմ ցուցադրում։ Այո, Տիկին Օսանան ձեր վերջին աշխատանքն էր, պաստորեն։ Այո, որովհետև դուք շատ հաղորդումներ եք անցկացրել, պատրաստել եւ տեսել եք, թե ինչ ֆանտաստիկ աշխատանքներ կան, բայց այս մեկը միգրենը մենք դեռ հլա դրան անդրադառնած չկայինք եւ գիշերամեզության անդրադարձ։ Մեր հաջորդ հաղորդումը կլինի ավելի ֆանտաստիկ չուդը։ Ռուսերեն ասում են չուդը, մենք Ավելի ֆանտաստիկ հրաշք։ Այո, որը դա կլինի Ծելեմոստ, Երևան, Լենինգրադ, Սան Պետերբուրգ։ Այո։ Այնտեղ ես փրկել եմ 12 տարեկան մի երեխայի, որ մայրն է խոսում, որ 20 տարուց ավել իրանք ապրում են այնտեղ։ Դա կլինի մեր, ես հիմա չեմ ուզում ասեմ, դա կլինի հաջորդ մեր հաղորդումը։ Շատ բարի։ Պարոն Սարգսյան, մեկ անգամ եւս հիշացրեք, թե ինչ հիվանդություններ է սովորաբար բուժում Ռաֆայել Սարգսյանը։ Նայեք, դրա մասին մենք խոսել ենք 4-5 տարի առաջ, դրա մասին առանձին նշել եմ, ասել եմ։ Հիմա ժամանակը սուղ է, ես այդքան չեմ կարող ինչ-որ դրա մասին ասել։ Կան հիվանդություններ, որ ես ինքս ասում եմ, ես ինքս չեմ անում։ Բայց եղել են դեպքեր, ես որ ինքս ասել եմ, շաքար, դիաբետ չեմ անում, ճնշում չեմ անում, ես դրանք ասել եմ։ Բայց ես ունեմ հիմա Ամերիկայում 45 տարեկան կին, որ ամուսինն է զանգում, որ ճնշումը բարձրանում էր 190, 120 կարգավորել եմ, հիմա դա էլ կլի հաղորդում։ Որը ես ընդհանրապես ասում եմ, որ ես ընդհանրապես ճնշման պրոցեսը ասել եմ, չէ, բայց դա կարգավորվել է։ Այսինքն կան բաներ, որ արվում են։ Միջև անգամ ես քաղցկեղ եմ բուժել։ Մենք դա մասին հաղորդում ենք տվել շատ շուտ։ Դուք ինչքան հաղորդումներ եք պատրաստել, պարոն Ուրիշյան, հատկապես բացառիկ են հրաշքները, որ դուք անձամբ անցկացրել եք։ Մենք ունենք շատ այդպիսի բաներ, հիմնականը ես ինչի եմ տենց անում, որովհետև երբ որ ես ապակինում եմ 17-ից 30 տարեկան այնպիսի հիվանդություններ, դա բնական է, որ այդ երիտասարդը կամ այդ աղջիկը չի համաձայնվի, որ մտնի եթեր, որովհետև դա արդեն պարզ է, հասկանալի է, քանի որ ընկերներ, ընկերուհիներ, ամուսնության պրոցես կա, ոչ մեկը չի ուզենա այդ երիտասարդ տղան իմանա, որ 15 տարեկան տղա է, որ իմանա, որ ինքը տակը մեզում է կամ ասիկ որևէ հիվանդություն ունի։ Դա համար հիմնականը մեծ մասը, ես այդ պրոցեսները շատ եմ կարգավորել։ Հիմնականը այդ է հիմնական պատճառը, որ իրենք եթե դանում չեն կանում։
Դա համար ես հիմնական անում եմ այն, որ արդեն տարեք են եւ անում են։ Պարոն Սարգսյան, ես շուտով մեկնում եմ Մոսկվայի հերթական բուժումների։ Գիտեմ։ Երբ վերադառնանք, մենք ձեզ հետ պայմանավորվենք այդ վերջին հրաշքը, որի մասին խոսեցինք, այո, Սանկտ Պետերբուրգի։ Այո։ Փորձենք հեռուստակամուրջով Այո։ կապել եւ հերթական հրաշքը ներկայացնել։ Չուդայա դա բարձր։ Այն ինչքան որ մենք չուդաներ ենք սուտային Ուկրաինուհին հիշում եք Տելեմոտ Շատ Գերմանիա։ լավ, իհարկե։ Որ դա հրաշք էր, չէ՞ որ ես աշխատեցի նկարի վրա եւ ինքը չգնաց պատերազմ հրաժարվեց։ Իսկ այս Սանկտ Պետերբուրգի այդ երեխան որ ես արեմ, դա բացառիկ ֆանտաստիկություն է, ուղղակի չեմ ուզում ասեմ, որ այդ ժամանակ Տելեմոտ կլինի։ Եղավ։ Ես ուզում եմ իհարկե շնորհակալություն հայտնել, որ եկաք։ Ես գիտեմ, որ դուք միշտ մեր լավ բարեկամն եք, եւ եթե մեր ծրագրի կողմից լինեն մարդիկ, որ ձեզ դիմեն, խնդրում եմ մի տեսակ ավելի այսպես ջերմությամբ ընդունեք։ Սերի բարեկամներ, դե այսօր այսպեսին է Ռաֆայել Սարգսյանը։ Լավ, մի նայեք, որ նա երբեմն մռայլ է։ Դա ձեզ թվում է, իրականում Ռաֆայել Սարգսյանը շատ բարեհամբույր անձնավորություն է եւ շատ նրբազգաց։ Այնպես որ մնանք լավատես, սպասենք վաղվա օրվան։ Այսօր այսքան է, ցտեսություն։